փորձը կատարելու համար մեզ անհրաժեշտ է բանկը, ռետինեխոխովակ, փուչիկ և սոսինձ։ Նախ և առաջ սկսում ենք պատրաստել պարոմետրը։ Պարոմետրը պատրաստելիս մենք պետք է ուշադրություն դարձնենք բոլոր կանոններին, որ հանկարծ սխալ բան տեղի չունենա։ Երբ մենք փուչիկ ամրացնում ենք բանկայի վրա, պետք է այնպես ամրացնենք, որ բանկայի մեջ օդ չմտնի, իսկ հետո սոսնձով ձողիկը ամրացնում ենք փուչիկի գլխին և տեսնում ենք, թե ինչ է կատարվում դուփի գլխին ամրացված ձողիկի հետ։ Եթե մթնոլորտային ճնշումը ավելանում է, դուփի գլխին ամրացված ձողիկը սկսում է բարձրանալ վեր, և փուչիկը սկսում է ուռչել, իսկ եթե նվազում է մթնոլորտային ճնշումը, դուփի գլխին ամրացված ձողիկը սկսում է իջնել ներքև, և փուչիկը իր հետ իջնում է ներքև։ Դա նշանակում է, եթե լավ եղանակ է դրսում, դուփի գլխին ամրացված ձողիկը բարձրանում է վերև, եթե վատ եղանակ է դրսում, ձողիկը իջնում է ներքև։ Այս փորձի ընթացքում ես կարողացա ավելի լավ հասկանալ մթնոլորտային ճնշում դասը և կարողացա նոր գիտելիքներ ձեռք բերել մթնոլորտային ճնշումից և հասկանալ այն ավելի մանրամասն։